Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Մայիսի 1-ի բողոքի ցույցեր աշխարհի բոլոր մայրցամաքներում ընդդեմ Թրամփի տնտեսական ու ներգաղթի քաղաքականության։ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրում են պատմական համաձայնագիր ամերիկացիներին արտոնյալ մուտք տալով Ուկրաինայի հանքային ռեսուրսներին, դրան զուգահեռ մահաբեր հարվածներ Օդեսայում եւ Խերսոնում։ Թրամփը հեռացնում է ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին եւ նշանակում Մարկո Ռուբիոյին սպիտակ տաննել գովասանքի մարաթոներ երկրորդ ժամկետի 100-րդ օրվա առիթով։ Ֆլորիդայում մեկ շաբաթում ռեկորդային 1120 ձերբակալություն ներգաղթային գործողության ժամանակ։ Ներգաղթյալներին սպառնում է արտաքսում Թրամփի վարչակազմի նոր արշավով։ Դեմոկրատները փորձում են խափանել արտաքսումները բանաձևով Թրամփի վարչակազմից պահանջելով հաշվետվություն։ Ներգաղթային գործակալների շոկային միջամտություն դատարանի ներսում առանց վկայականի, առանց հրամանի։ Միացյալ Նահանգների բանակը վերափոխվում է, հին զինտեխնիկան, հին հրամանատարությունը դուրս մղման ճանապարհին։ Օքլահոմայում եւ Տեխասում մահաբեր հեղեղումներ, Փենսիլվանիայում փոթորիկից 3 զոհ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում 100 հազարավոր մարդիկ միացել են մայիսի 1-ի աշխատավորների միջազգային օրվա ցույցերին, համախմբվելով նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական օրակարգի դեմ բողոքի ալիքի շուրջ։ Ցույցերի հիմնական թեմաներն էին Թրամփի կիրառած մաքսային բարձր տուրքերը, որոնք վախեր են առաջացրել գլոբալ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաև նրա վարչակազմի ներգաղթի խստացումները։ Միացյալ Նահանգներում կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա ցույցերը որպես հակահարված Թրամփի վարչակազմի աշխատողների իրավունքների, բազմազանության նախաձեռնությունների եւ դաշնային աշխատողների դեմ վարած քաղաքականությանը։ Ցույցեր են անցկացվել Նյու Յորքից մինչև Ֆիլադելֆիա եւ Լոս Անջելես, իսկ Վաշինգտոնում Սպիտակ տան առջև բուռն հանրահավաք։ Լոս Անջելեսում հազարավոր ցուցարարներ խաղաղ երթով մասնակցել են «Միգրանտները Ամերիկայի հպարտությունն են» եւ «Հիմա լռելու ժամանակը չէ» կարգախոսներով։ Եվրոպայում բողոքներն ուղղված էին Միացյալ Նահանգների քաղաքականությանը։ Ֆրանսիայում արմիութենական ղեկավարները դատապարտել են թրամփիզմը, ԱՄՆ ռազմական եւ տնտեսական ազդեցությունը Եվրոպայում։ Իտալիայում Թուրինում ցուցարարները փողոցներով են տարել Թրամփի խրտվիլակը։ Գերմանիայում արմիութենական ղեկավարները զգուշացրել են, որ երկար աշխատանքային օրերն ու հակամիգրացիոն հռետորաբանությունը վնասում են աշխատողների իրավունքները։ Մադրիդում, Բարսելոնայում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ Թրամփից բացի բողոքել են աշխատանքային շաբաթվա կրճատման եւ լայնածավալ էլեկտրական խափանումների կապակցությամբ։ Ցույցերը չեն շրջանցել նաեւ Ասիան։ Ճապոնիայում Տոկիոյի ցույցերի ժամանակ բեռնատարի վրա տեղադրված էր Դոնալդ Թրամփին նմանակող տիկնիկ, իսկ պաստառների վրա նրա պատկերը։ Ցուցարարները պահանջում էին բարձր աշխատավարձեր, գենդերային հավասարություն, առողջապահություն, աղետներից օգնություն, հրադադար Գազայում եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժման դադարեցում։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր, որը ԱՄՆ-ին կտրամադրի արտոնյալ մուտք դեպի Ուկրաինայի նոր հանքարդյունաբերական նախագծեր եւ կնպաստի Ուկրաինայի վերակառուցմանն ուղղված ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։ Սկոտ Բեսենտն է ստորագրել համաձայնագիրը Վաշինգտոնում Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Միացյալ Նահանգների կողմը նշել է, որ սա հստակ ազդանշան է, որ Թրամփի վարչակազմը պարտավորվում է աջակցել ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինային։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ ստորագրված տարբերակը զգալիորեն շահավետ է Ուկրաինայի համար, ի տարբերություն նախորդ տարբերակների, որոնք Կիևին նվազագույն դեր էին հատկացնում եւ Վաշինգտոնին տալիս էին աննախադեպ իրավունքներ Ուկրաինայի ռեսուրսների նկատմամբ։ Համաձայնագիրը, որը դեռևս պետք է վավերացվի Ուկրաինայի խորհրդանի կողմից, նախատեսում է ստեղծել վերականգնման ներդրումային հիմնադրամ, որն Ուկրաինան դիտում է որպես ապագա ամերիկյան ռազմական աջակցության ապահովման գործիք։ Համաձայնագրում նշված է, որ Միացյալ Նահանգները պարտավորվում է նպաստել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը եւ ճանաչում է այն ներդրումը, որ Ուկրաինան արել է համաշխարհային անվտանգության ապահովման գործում, հրաժարվելով իր միջուկային զինանոցի վերահսկողությունից։ Համաձայնագրի նախնական տարբերակից երևում է, որ Ուկրաինային հաջողվել է հանել կետը, ըստ որի նա պետք է փոխհատուցում կատարեր Միացյալ Նահանգների նախկինում ստացած ռազմական աջակցության համար։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված հանքային ռեսուրսների համաձայնագրի օրը մահաբեր հարվածներով է ուղեկցվել։ Ուկրաինական անօդաչու սարքի հարձակումը մասնակիորեն գրավված Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հարվածել է շուկային, սպանելով առնվազն 7 եւ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Վլադիմիր Սալդոն, հավելելով, որ հարձակման պահին շուկայում շատ մարդիկ են եղել։ Նրա խոսքով առաջին հարվածից հետո Ուկրաինան երկրորդ ալիքի անօդաչուներն է ուղարկել։ Միաժամանակ ռուսական անօդաչուի հարվածը Օդեսայում սպանել է 2 մարդու, վիրավորել եւս 15-ի։
Տարածաշրջանային նահանգապետ Օլեհ Կիպարն ասել է, որ հարվածները վնասել են բնակելի շենքեր, սուպերմարկետ եւ դպրոց։ Նրա տարածած տեսանյութում երևում է քանդված բարձրահարկ շենք, կոտրված ցուցափեղկեր եւ կրակի դեմ պայքարող հրշեջներ։ Ռուսական հարվածներ են գրանցվել նաեւ Խարկովում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը միտումնավոր անտեսել է Միացյալ Նահանգների առաջարկած ամբողջական եւ անպայման հրադադարի առաջարկը, որը ավելի քան 50 օր է մնում է առանց արձագանքի։ Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին եւ ժամանակավոր փոխարինող է նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոին։ Սա Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի սկզբից ի վեր իր ներքին թիմում առաջին մեծ վերադասավորումն է։ Սոցիալական ցանցերում հրապարակված գրառմամբ Թրամփը հայտնել է, որ նախատեսում է Ուոլցին առաջադրել որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան ՄԱԿ-ում։ Ուոլցը Ֆլորիդայից նախկին հանրապետական կոնգրեսականը ներգրաված էր Սիգնալ հավելվածի սկանդալում, որի ժամանակ Թրամփի ազգային անվտանգության թիմի անդամները պատահման փակ խմբային քննարկմանը ավելացրել էին Ատլանտիկի ամսագրի խմբագրին, տարածելով տեղեկատվություն, որը վերաբերում էր ԱՄՆ սպասվող ռմբակոծությանը Եմենում։ Թրամփը այդ ժամանակ արձագանքել էր սկանդալին, ասելով. «Այդ հարձակումները աներևակայելի հաջող էին, եւ դա է այն, ինչի մասին պետք է խոսենք»։ Ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը հզոր դեր է, որն ուղիղ է նշանակվում եւ չի պահանջում Սենատի հաստատում։ Թրամփի կողմից Ռուբիոյին ժամանակավոր նշանակում առաջին անգամն է 1970 թվականից ի վեր, երբ Հենրի Քիսինջերն էր միաժամանակ զբաղեցնում այդ երկու պաշտոնները։ Թրամփը, որը երբեք չի թաքցնում իր ձեռքբերումները, սովորաբար ինքն է գովում իրեն, բայց այս անգամ կառավարության 2 ժամ տևած ուղիղ հեռարձակվող նիստի ժամանակ պաշտոնյաները հերթով գովաբանում էին նախագահին։ Նիստը կազմակերպվել էր Սպիտակ տանը նշելու Թրամփի երկրորդ ժամկետի 100-րդ օրը։ Ամեն նախարարի տրվել էր Ամերիկայի ծոց գրությամբ գլխարկի պատիվ Թրամփի հրամանի, որով նա Միացյալ Նահանգներում առաջարկել էր մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում արդեն վերադարձվել է 47 անհիմն կալանավորված ամերիկացի։ Նստաշրջանի ընթացքում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Օվալաձև գրասենյակում կախված նախագահների դիմանկարներից շատերը պարզապես ձևականություններ էին, որոնք իրականում գործողության մարդիկ չէին։ Իսկ ներքին գործերի նախարար Դագ Բերգումը հավելեց, որ Թրամփը միայն համարձակ չէ, այլ ուղղակի աներկյուղ է։ Լուծում է այնպիսի խնդիրներ, որոնցից նախկին նախագահները խուսափել են։ Արդարադատության նախարար Փեն Բոնդին հայտարարեց. Թրամփը փրկել է 258 միլիոն կյանք իր պաշտոնավարման ընթացքում ֆենտանիլի դեմ պայքարի շնորհիվ։ Առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերն էլ շնորհակալություն է հայտնել Թրամփին տեսլականի եւ առաջնորդության համար, ասելով, որ սա եղել է իր կյանքի 100 ամենածանրաբեռնված օրերը։ Թրամփի մերձավոր շրջապտի այս սիրո փառատոնը ամբողջությամբ անտեսել է այն դժվարությունները, որոնք ուղեկցվել են նրա երկրորդ ժամկետի սկզբից՝ փլուզվող ֆոնդային բորսա, կրճատվող տնտեսություն, բացահայտումներ, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անփույթ են եղել ռազմական գաղտնի տեղեկությունների նկատմամբ։ Նույնիսկ Թրամփի աջակից որոշ շրջանակների համար այս գովասանքը չափից շատ էր։ Տեխասում գտնվող ներգաղթային կենտրոնի կալանավորները սոզգրություն էին ձևավորել, փոխանցելով լրագրողների կողմից օդ բարձրացված անօդաչու թռչող սարքին։ Ներգաղթային վերահսկողության ծառայությունը մերժել է լրագրողների մուտքը եւ վերջիններս որոշել են վերևից ինչ-որ պատկերացում ստանալ։ Տասնյակ վենեսուելացիներ ստացել են ծանոթություններ, որ կասկածվում են Տրեն դե Արագուա վենեսուելական հանցավոր խմբավորմանը անդամակցելու մեջ եւ ենթակա են արտաքսման պատերազմի ժամանակ գործող 1798 թվականի թշնամի օտարերկրացիների մասին օրենքի համաձայն։ Ներգաղթյալներին դեռևս սպառնում են ուղարկել Էլ Սալվադորի բանդը, որտեղ Թրամփի վարչակազմն արդեն ուղարկել է առնվազն 137 վենեսուելացի։ Թրամփի վարչակազմը բախվել է մեկ այլ դատական հրահանգի։ Դաշնային դատավորը պահանջել է երաշխավորել, որ Գուանտանամոյում պահվող ներգաղթյալներին հնարավորություն տրվի հայտնել հնարավոր վտանգների մասին, մինչև նրանց արտաքսում Էլ Սալվադոր կամ այլ երկիր, որոնք չեն հանդիսանում նրանց հայրենիքը։ Սենատի դեմոկրատներն առաջիկա շաբաթներին պատրաստվում են ստիպել քվեարկություն անցկացնել բանաձևի շուրջ, որը կպահանջի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից ավելի մեծ թափանցիկություն Սալվադոր արտաքսումների վերաբերյալ։ Բանաձևի մասին հայտարարել է Վիրջինիայի սենատոր Թիմ Քեյնը։ Սա շարունակությունն է դեմոկրատների ավելի լայն ռազմավարության, որով նրանք փորձում են օրենքով սահմանված մեխանիզմով ժամանակ խլել հանրապետականներից սենատի նիստերի ժամանակ եւ քվեարկության դնել Թրամփի օրակարգի որոշ տարերի շրջադարձային չեղարկումները։
Նոր բանաձևը կպահանջի, որ Թրամփի վարչակազմը հաշվետվություն ներկայացնի կոնգրեսին, ցույց տալով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այն դատարանների որոշումների կատարման ուղղությամբ, որոնք արձանագրել են, որ ԱՄՆ-ը սխալ մամբարտակսել է ներգաղթյալների դեպի Սալվադոր։ Դեմոկրատները մասնավորապես ընդգծել են Կիլմար Աբրեգո Գարսիայի դեպքը, որը սխալ մամբեր արտաքսվեր Մերիլենդից դեպի Սալվադոր, չնայած դաշնային դատավորը որոշել էր, որ նա պետք է վերադառնա ԱՄՆ։ Բանաձևը քիչ հավանական է, որ քվեարկության դրվի ներկայացուցիչների պալատում, նույնիսկ եթե անցնի Սենատում։ Դեմոկրատները պնդում են, որ այն կարևորվում է հանրային ուշադրություն գրավելու եւ հանրապետականներին իրենց դիրքորոշումը բացահայտելու հարցում, հատկապես երբ նրանք խուսափում են հրապարակային քննադատել Թրամփին։ Ֆլորիդայի դաշնային նահանգային եւ տեղական իշխանությունների կողմից իրականացված համատեղ գործողության ընթացքում ռեկորդային թվով 1120 անձ, որոնք կասկածվում են ԱՄՆ-ում ապօրինի գտնվելու մեջ, ձերբակալվել են մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում։ Պաշտոնյաներն այս ռեկորդային ցուցանիշը վերագրում են այն հանգամանքին, որ նախագահ Թրամփի զանգվածային արտաքսումների քաղաքականությանը միացել են տեղական ոստիկանության եւ նահանգային գործակալությունների մեծ թվով աշխատողներ։ Այս համագործակցությունը տեսանելի էր, երբ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հրավիրել էր համատեղ մամուլի ասուլիս։ Պաշտոնյաների համաձայն ձերբակալվածներից շատերն արդեն ունեն վերջնական արտաքսման որոշում։ Քրեական անցյալ պատկանում են վտանգավոր հանցախմբերին, օրինակ Տրենդե Արագուա կամ MS-13, կամ դատապարտված են սեռական հանցագործությունների համար։ Ամենաշատ ձերբակալվածները եղել են Գվատեմալայից 437 անձ եւ Մեքսիկայից 280-ը։ Վիրջինիայում դատարանի ներսում 3 ներգաղթի գործակալներ քաղաքացիական հագուստով, նրանցից մեկն էլ դիմակով, բերման են ենթարկել մի տղամարդու, որի դեմ ներկայացված թեթև բռնության մեղադրանքը հենց նոր մերժվել էր։ Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, որ գործակալները հրաժարվել են ցույց տալ իրենց վկայականները կամ ձերբակալման որոշումը, եւ նրանցից մեկն անգամ սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել վկաներին, որոնք փորձել են միջամտել։ Նմանատիպ դեպքեր են արձանագրվել նաեւ Հյուսիսային Կարոլինայում, Նյու Հեմփշիրում եւ Բոստոնում, որտեղ ներգաղթի գործակալները դատարանների ներսում կամ մուտքերի մոտ բերման են ենթարկել մարդկանց առանց պատշաճ ծանուցման կամ թույլատվության։ Հանրային պաշտպանի գրասենյակը զգուշացնում է, եթե դատարանները այլևս չընկալվեն որպես անվտանգ վայրեր, ապա տուժողները, վկաները, ծնողները կամ այլ քաղաքացիներ պարզապես չեն գնա դատարան, վախենալով ձերբակալումից։ ԱՄՆ բանակը պատրաստվում է մեծածավալ վերափոխման, որի շրջանակում կփակի մի շարք հրամանատարական կենտրոններ, դուրս կգցի հնացած տրանսպորտային միջոցներ եւ ինքնաթիռներ, կկրճատի մինչև 1000 աշխատակից Պենտագոնում եւ կտեղափոխի անձնակազմը դաշնային ստորաբաժանումներ ըստ նոր հուշագրի։ Այսօր հրապարակված հուշագրում պաշտպանության նախարար Փեթ Հեքսեդը հրահանգել է վերափոխում իրականացնել նպատակ ունենալով կառուցել ավելի թեթև, բայց մահաբեր ուժ։ Քննարկումները տևել են մի քանի շաբաթ, ներառյալ մի շարք հրամանատարությունների միավորման որոշումները։ Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ասել են, որ վերակառուցման արդյունքում հնարավոր է կրճատվեն մինչև 40 գեներալների պաշտոններ։ Հուշագրում Հեքսեդը նշել է, որ բանակը պետք է վերացնի անարդյունավետ ծախսերը եւ առաջնահերթություն տա օդային ու հրթիռային պաշտպանությանը, հեռահար հարվածներին, կիբերհարձակումներին, էլեկտրոնային պատերազմներին եւ տիեզերքի դեմ պայքարի հնարավորությունների կատարելագործմանը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև նախատեսված բանակցությունները Թեհրանի արագորեն զարգացող միջուկային ծրագրի շուրջ այս շաբաթվա վերջին հետաձգվել են։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին իր պաշտոնական X-ում գրել է. «Լոգիստիկ պատճառներով ԱՄՆ-Իրան հանդիպումը, որը նախատեսված էր մայիսի 3-ին, հետաձգվում է։ Նոր ամսաթիվը կհրապարակվի երկկողմ համաձայնությամբ»։ Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցությունները հետաձգվել են Օմանի արտաքին գործերի նախարարի խնդրանքով։ Նա նշել է, որ Իրանը շարունակում է հանձնառու մնալ արդար եւ երկարաժամկետ համաձայնության հասնելուն։ Մինչդեռ Միացյալ Նահանգների բանակցողների մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Վաշինգտոնը երբեք չի հաստատել իր մասնակցությունը բանակցությունների այս 4-րդ փուլին, որը նախատեսված էր Հռոմում։ Սակայն աղբյուրը նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ բանակցությունները կկայանան մոտ ապագայում։ Բանակցությունները նպատակ ունեն սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը, դրա դիմաց մեղմելով Միացյալ Նահանգների ծանր տնտեսական պատժամիջոցները, որոնք արդեն մոտ կես դար շարունակ խեղդում են Իսլամական Հանրապետությանը։ Բանակցությունները վարում են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւ Միացյալ Նահանգների մերձավոր արևելքի դեսպան Սթիվ Ուիթքոֆը։
Առնվազն 2 մարդ է ջրախեղդ եղել Օկլահոմայում, երբ նրանց ավտոմեքենաները ջրի մեջ էին հայտնվել ուժգին հեղեղումների պատճառով։ Դրանց հետևանքով ճանապարհներ են ծածկվել նաև Տեխասում։ Միևնույն ժամանակ Փենսիլվանիայի բնակիչները փորձում էին վերականգնվել մի հզոր փոթորիկից, որը 3 մարդու կյանք էր խլել։ Օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Օկլահոմայի հարավը եւ Տեխասի հյուսիսը, փակելով տասնյակ ճանապարհներ եւ հարյուրավոր չվերթների չեղարկման պատճառ դարձել Դալասի գլխավոր օդանավակայաններում։ Օկլահոմա Սիթիում ապրիլին տեղացած անձրևների քանակը գերազանցել է 1947 թվականի նախորդ ռեկորդը։ Այսօրվա լուրերից առանձնացրել ենք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։